Ես իմ դեռահաս տարիքից գրեթե ոչ մի լուսանկար չունեմ, որովհետև ես ինձ չէի սիրում այդ տարիներին։ Գուցե կողքից դա ինչ-որ մեկին չափազանցված թվա, բայց այն ժամանակ ինձ համար դա իսկական մղձավանջ էր։ Ես կարող էի ժամերով փակվել սենյակում, չէի ուզում դուրս գալ, շփվել, նույնիսկ հայլի մեջ նայել ինձ համար դժվար էր։ Գիտեք որն էր ամենացավալին։ Ես այդ ամբողջ ընթացքում գրեթե ոչ մի աջակցող խոսք չեմ լսել։ Հակառակը, անդադ թվում էր բոլորը նկատում են միայն դեմքս, միայն մաշկս։ Ու դեռահաս տարիքում, երբ դու դեռ նոր ես սովորում ընդունել քեզ, դա ներսում շատ խորը հետք է թողում։ Դրա համար երբ այսօր լսում եմ, դե բզուկ է կանցնի, ես հասկանում եմ այն դեռահասներին, ովքեր հիմա լուր փակվում են իրենց մեջ, որովհետև խնդիրը միայն մաշկը չէ։ Խնդիրն է զգացողությունը, երբ կամաց սկսում ես քեզ պակաս սիրել, եւ քեզ թվում է բոլորը քեզանից ավելի գեղեցիկ են, ավելի վստահ, ավելի նորմալ, հատկապես հիմա, երբ սոցցանցերում ամենուր իդեալական դեմքեր են, ֆիլտրեր, իդեալական մաշկ, ու շատ դեռահասներ այս ապրում են նույն լուր ցավը։ Դրա համար ուզում եմ խոսել ոչ միայն խնամքի, այլ նաև այն մասին, թե ինչ է կատարվում մարդու ներսում, երբ նա ամեն օր պայքարում է իր արտացոլանքի հետ։ Ու եթե դու հիմա այդ փուլում ես, ուզում եմ իմանաս մի բան, դու միայնակ չես։ Ու այսօր, երբ նորից նայես հայլու մեջ, փորձիր գոնե մեկ անգամ քեզ հետ խոսել այնպես, ինչպես կխոսեի մի մարդու հետ, ում սիրում ես։